Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը, խորհրդարանը նախ քննարկում է Մարտին Գալստյանի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրվելու հարցը։ Երբ 2020 թվականի ապրիլին ելույթ է ունենում այս ամբիոնից, որպես Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, խոսքը սկսեցի այն դիտարկմամբ, որ մեզ շրջապատող աշխարհը դառնում է առավել անորոշ ու մարտահրավերներով լի։ Ինչպես պնդում էի այն ժամանակ, ստեղծված իրավիճակը ոչ թե մասնավոր դեպք էր, այլ համաշխարհային տնտեսության մեջ հիմնովին նոր, առավել բարդ եւ ցնցումներով լի պարբերաշրջանի սկիզբ։ Այսօր աշխարհում տնտեսական կայունության ապահովումը դարձել է լուրջ մարտահրավեր, պայմանավորված աշխարհաքաղաքական հակամարտությունների խորացմամբ եւ համաշխարհային առևտրային հարաբերություններում լարվածության սրմամբ։ Այս գործոնների համակցված ներգործությունը լուրջ փորձություն է տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար մի աշխարհակարգում, որը դարձել է ավելի մասնատված, փխրուն եւ անորոշ։ Կենտրոնական բանկի նախագահն Աժամբյոնից նշել է կառավարության հետ համատեղ ձեռնարկած ջանքերի շնորհիվ մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեկարտը համաշխարհային ներդրումային քարտեզի վրա։ Կենտրոնական բանկի պատասխանատվությունը մակրոտնտեսական կայունության ապահովման առումով ամփոփված է իր երկու սահմանադրական նպատակների՝ գների կայունության եւ ֆինանսական կայունության մեջ։ Նախ ուզում եմ անդրադառնալ գների կայունությանը։ Վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը բախվել է բազմաթիվ ցնցումների, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցված արդեն իսկ լուրջ փորձություն կլիներ ցանկացած տնտեսության համար։ Մինչդեռ մենք բախվել ենք դրանց համակցված ազդեցությանը։ Թեև մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ եւ ապահովել գների կայունությունը, մենք գիտակցում ենք, որ անորոշ եւ արագ փոփոխվող աշխարհում ցածր եւ կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում է նոր ինստիտուցիոնալ կառուցակարգ եւ մոտեցում։ Մարտին Գալստյանը պատասխանել է падգամավորների հարցերին։ Որքան է կազմում այս պայդրությամբ կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների մեծությունը, դրանցից որ մասն է, որ ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ եւ ինչ քայլեր եք իրականացնում մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի զարգացման ուղղությամբ։ Կենտրոնական բանկի նախագահը պատասխանում է Հայաստանի կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդերում 1 տրիլիոն դրամից ավելի միջոցներ կան, որոնց առնվազն 60%-ը ներդրված է Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։ Արդյոք այդ միջոցները ենթատեքստային էլի, միջոցները սպասարկում են Հայաստանի տնտեսությունը, ես կարծում եմ, որ այո, ու վերջին ազգային ժողովի կողմից իրականացված փոփոխությունը, որով թույլտվություն տրվեց այդ ֆոնդերին 10%-ը դնել տնտեսության իրական հատվածում, մենք դրա իրական կիրարկումը կյանքում արդեն տեսանք։ Firebird-ի պրոյեկտի մի մասը ֆինանսավորեցին երկու կենսաթոշակային հիմնադրամները Հայաստանի։ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ իր ելույթում անդրադառնում է ընտրություններին։ Ընդդիմադիր падգամավորը փորձում է բացատրել, թե ինչու է անհրաժեշտ հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալը եւ որևէ ուժի օգտին քվեարկելը։ Այս ընտրությունները Հայաստանը թրքացնելու կամ հայկական իշխանությունը պահելու մասին է։ Այս ընտրությունները մեր սահմանադրություն ունենալու կամ Ալիևի թելադրած սահմանադրություն ունենալու մասին է։ Այս ընտրությունները մեր երկրում մեծ տեր զգալու կամ ադրբեջանցիների կամակատար ղեկավարություն ունենալու մասին է։ Պետք է մասնակցել ընտրությանը։ Պետք է ընտրել ազգային, պետականամետ, ընդդիմադիր ուժի եւ շանս չստալ ՔՊ-ին Ալիևի ներկայացուցիչներին վերընտրվելու։ Ընտրեք երկիրը այս մարտահրավերներից հանելու իրատեսական ծրագիր ունեցող, այդ ծրագիրն իրականացնելու կարողականություն ունեցող ազգային պետականամետ ուժի, եւ մենք կազատվենք հակազգային այս ուժից։ Իսկ ինչու է ՔՊ-ն ցանկանում վերընտրվել։ Դա նաեւ իրենց օդ ու ջրի պես պետք է, դա իրենց համար կյանքի ու մահու խնդիր է։ Իրենք խոստացել են ինչ որ բանի դիմաց, ինչ որ խոստումներ ադրբեջանական, թուրք-ադրբեջանական տանդեմին եւ իրենք ոչ մեկը քան ուրիշը, իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է սպասվում այդ խոստումները չկատարելու պարագայում։ Լավ, այսքան արեցիք, էլ ինչ եք խոստացել Ալիևին, որ նորից վերընտրվելու այս խնդրի առաջ եք կանգնել եւ առաջ եք քաշել, պատերազմ կլինի, եթե չանենք թեզը։ ԿՊ-ն նոր չի առաջ քաշել պատերազմ եւ խաղաղություն թեզը, դա իրենց ծրագիրն էր ի սկզբանե։ Իշխանական падգամավոր Վահագն Ալեքսանյանն ընդդիմադիրների գործունեությունն անվանում է կատարյալ տրագիկոմեդիայի ավարտ։ Սրանից 5
5 տարի առաջ փողոցներում կրելու ենք այսպիսի տոնով առաջ եկող քաղաքական, չգիտեմ ինչը, քաղաքական էտուժը, այսօր եկել է ազգային ժողովի ամբիոնից խոսում է այն մասին, արա ոնց անենք, որ այս անվավեր քվեաթերթիկները մի քիչ լինի, Քոչարյանը շանս ունենա անցողիկ շեմը հաղթահարելու։ Չի ունենալու այդ շանսը, չեք անցնելու, շեմի տակ եք մնալու։ Սա ամենայն հավանականությամբ ձեր վերջին կամ նախավերջին ելույթներ ազգային ժողովում։ Ասում է, քվեարկեք, ընդդիմադիր ազգային ուժերի, որովհետև այս իշխանությունը դատարկում է մարզերը, որ 300,000 ադրբեջանցի կա։ Արա, այս իշխանությունը դատարկում է մարզերը։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում միակ իշխանությունը, որի օրոք այդքան տուն է կառուցվել, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունն է, քաղաքացիական պայմանագիրն է։ Հայաստանում պաշտոն զբաղեցնող այն անձինք, որոնք նախկին կարգավորումներով 65 տարեկանը լրանալուց հետո ազատվում էին աշխատանքից, օրենսդրական նոր փոփոխություններով կշարունակեն աշխատել։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանն ԱԺ-ում ներկայացնում է քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթը։ Դեռևս 2023 թվականի մայիսին աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունների շրջանակում ի թիվս այլնի օրենսգրքից հանվել է նաև տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը։ Արդյունքում 2023 թվականի հուլիսի 31-ից սկսված օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների համար այլևս անհնար է դարձել աշխատանքային հարաբերությունները դադարեցնել պայմանավորված աշխատողի տարիքով, սակայն մյուս կողմից ՀՀ մի շարք օրենքներ, այդ թվում պետական աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորող դեռևս պարունակում են տարիքային շեմի սահմանափակում։ Փոփոխությունների շրջանակում աշխատանքային հարաբերությունները կարող են դադարեցվել միայն պայմանավորված անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով եւ արդյունքային գործունեությամբ։ Փոխնախարարը տեղեկացնում է, երբ ուժի մեջ մտնեն օրենսդրական փոփոխություններն, այդ պահից սկսած 65 տարին լրացած անձանց հետ այլևս չեն կարող որոշակի ժամկետով կամ քաղիրավական պայմանագրով աշխատանքային հարաբերություններ սահմանել։ Աշխատանքային պայմանագրերը կկնքվեն անորոշ ժամկետով։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։